Տպավորությունը, որ հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին քաղաքնալսում է, դա իրականության հետ որևէ կապ չունի եւ դա ֆիզիկապես նաեւ անհնար է։ Հակակոռուպցիոն կոմիտեն ունի օպերատիվ ստորաբաժանումներ եւ այդ օպերատիվ ստորաբաժանումներում աշխատում են օպերատիվ աշխատակիցներ, ովքեր հանրապետության տարբեր շրջաններից ստանում են օպերատիվ տվյալներ ենթադրյալ կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների վերաբերյալ։ Այդ տվյալները զեկուցում են վերադասության կարգով եւ ըստ վերադասության արդեն որոշվում է, թե ինչ միջոցառումներ պետք է իրականացնեն, որպեսզի ստուգվեն օպերատիվ աշխատակցի կողմից ներկայացված տվյալները։ Բնականաբար օրենքը մեզ թույլ է տալիս, որ մենք իրականացնենք նաեւ գաղտնի միջոցառումներ, այդ թվում այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, ներքին դիտում, արտաքին դիտում եւ դրա համար, եթե թույլ տաք շարունակեմ, ձեր հարցի պատասխանը կստանաք։ Եվ դրա համար օրենսդրությամբ հստակ նախատեսված կարգավորումներ կան, թե որ դեպքերում է, որ օպերատիվ աշխատակիցը դիմում է դատարան, որպեսզի համապատասխան թույլտվություն ստանա։ Եվ մի շարք դեպքերում այդ թվում նաև հեռախոսային խոսակցությունների վերահսկման, ներքին դիտման, տեխնիկական միջոցների կիրառման, արտաքին դիտում միջոցառում իրականացնելու համար օպերատիվ մարմնի ղեկավարը համապատասխան միջնորդություն է ներկայացնում առաջին այցանի դատարան, դատարանը քննարկում է այդ միջնորդությունը եւ եթե որոշում է կայացնում, որ պետք է բավարարի միջնորդությունը, ապա բավարարելուց անմիջապես հետո սկսում են միջոցառումների իրականացումը։ Եվ ես ես հավաստիացնում եմ, որ մենք չունենք որևէ միջոցառում, այդ թվում այդ հրապարակված ձայնագրությունները, որ լսում եք, մենք չունենք որևէ դեպք, որտեղ առանց դատարանի թույլտվության հակակոռուպցիոն կոմիտեն կամ որևէ այլ իրավապահ մարմին իրականացրել է գաղտնալսում։ Սա ամբողջական process է, որպեսզի պատկերացում կազմեք։ Կային ուժերին, որոնց վերագրվում է հայ ձայնագրությունները, նրանց առաջնորդները որևէ կարգավիճակ ունեն, որևէ կերպ իրենց հարցաքննության կանչելու կամ ընդհանրապես իրենք ներգրաված են այդ գործերում, թե ոչ։ Տեսեք, բազմաթիվ ձայնագրություններ են ապակվել, Նարեկ Կարապետյանը կամ Սամվել Կարապետյանը հրավիրվել են, թե ոչ։ Տեսեք, դա ըստ էության առանձին քերական վարույթներով պատասխանելու հարց է, մենք պետք է ուսումնասիրենք տվյալ քերական վարույթը եւ տեսնենք, թե ինչ ապացույցներ ունենք այդ վարույթով։ Եթե մենք ունենք ապացույցներ որևէ X քաղաքական ուժի ղեկավարության մասով, ապա բնականաբար այդ մասով կսկսվեն քերաիրավական գործընթացներ եւ կգնան քերական հետապնդումների եւ ես այս պահին չեմ կարող ձեր հարցադրման պատասխանել, քանի որ քերական վարույթների մեծ մասը գտնվում է նախաքննության փուլում եւ մենք գործ ունենք նախնական քննության գաղտնիության հրապարակման հետ